Իսրայելյան բարեձեր, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի փոքր միկրոֆոնը մոտեցրեք ձեզ, մի քանի թեմաների անդրադառնանք, բայց երևի սկսենք անցած շաբաթը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն էր, ապրիլի 24-ը, եւ դրան հաջորդեց այս իշխանության կազմակերպված խորոված փարթի, որ շատերը որակում են ինքն է չէ բերել լապ տերմինոլոգիան, այդ փարթին էր իրենց, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ ինչ եք առանձնացրել նաեւ օրվա համար։ Այո, հաշվի առնելով այս ապրիլի 24-ի աղետալի մեր ազգի համար այդ ծանր օրը 111-րդ տարեդարձը, որ մենք այսքան տարիների ընթացքում միշտ հիշում պահանջում ենք աշխարհի մեկ բոլոր պետություններին, բոլոր ազգի ժողովրդի կողմից դատապարտել եւ ճանաչել հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից ու հաշվի առնելու որ տասնյակ երկրներ ճանաչել են, այո, տասնյակ երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, դաժան անմարդկային վերաբերմունքը մեր ազգի մեր ժողովրդի նկատմամբ, որի հիմքում դրած ա եղել հայ ազգի վերացումը։ Բոլորս գիտենք այդ օրվա կապակցությամբ տարբեր երկրների ղեկավարներ իրենց տեսլակետն են ներկայացնում, իրենց դատապարտության խոսքերն են ձևակերպում, ամեն մի նորմալ առողջտրամաբանող թե ազգի ներկայացուցիչ, թե ազգի ղեկավար, այո, այդ իրադարձությունները մինչև օրս էլ դատապարտում են ու մինչև օրս էլ Օսմանյան Թուրքիայի այն ղեկավարներին ստիպում են, որ ճանաչել հայոց ցեղասպանությունը, բայց մենք ինչի ենք ականատես այսօր, մենք ինչ ենք տեսնում, հաշվի առնելով, որ Թուրքիայի կողմից թուրքերը մնացել են անպատիժ այդ ցեղասպանության հետ կապված, բացի դրանից, որ մեր հայ քաջորդիների կողմից այդ ղեկավարներին բացի դատապարտելուց գնդակահարել են, սատկացրել են, որը եղել է հենց ժողովրդի կողմից դա դատաստանը ու բոլորն էլ թող հաշվի առնեն, որ այն մարդիկ, ովքեր ազգի նկատմամբ, ժողովրդի նկատմամբ նմանատիպ հանցագործություններ են իրականացնում, բացի օրենքի համապատասխան, իրենց մի օր մի փողոցում կամ մի ինչ-որ տարածքում կամ ինչ-որտեղ նմանատիպ բան է սպասվում։ Ազգի հանցագործներին, ազգի դավաճանները միշտ բացի նորից եմ ասում, օրենքի կողմից այդ դատապարտվելուց ես գիտեմ, թե իրենց վերջնական կյանքի թե քանի օր են ապրելու, թե քանի ժամանակ են ապրելու, դա ժողովրդի ձեռքին է։ Ու դա իրականություն է դառնում ժամանակի ընթացքում մենք բոլորս դա տեսնում ենք։ Հիմա հաշվի առնելով այդ ցեղասպանության այդ էջերով այս ազգը անցած ու նորից էլի մենք եկել ենք Արցախի ցեղասպանության մասին եմ ուզում ասեմ, որ Արցախի հայությունը, Արցախը, որը կազմում էր Մայր Հայաստանի տարածքային մաս, Արցախում ապրող արցախահայերն էլ հայ ժողովրդի մի մաս, բանում այս սեպտեմբերի 23-ին այս վերջի իրադարձությունները Արցախի հայության տեղահանման սեպտեմբերի 19-20 այդ իրադարձությունների մասին եմ խոսում 23 թվականին։ Էլի նորից մեր ժողովուրդը անցավ այդ ցեղասպանության, բայց այս անգամ արդեն մեր հայ ղեկավարության բացթողումների մեր ներկա գտնվող իշխանության կողմից մատուցած ցեղասպանության մատուցած այդ իրենց գործնական իրենց որոշումների հիման վրա հայ ազգը Արցախի հայաբնակ ժողովուրդը մնացին առանց բնորանի մի կերպ փրկվեցին այդ ցեղասպանությունից, տեղափոխվեցինք Մայր Հայաստան ու Մայր Հայաստանում շարունակական մեր նկատմամբ թե դատապարտելն է, թե նվաստացնելն է, թե մեր իրավունքները փորձելով խլել մեզանից շարունակական նույն process-ներն է իրականացվում։ Բայց այս մի բան ասեմ ժողովուրդ, այսօրվա իրադարձությունները ինչ կատարվում է, թե արցախայության հետ է կատարվել, թե ընդհանուր մեր տարածքում տարբեր հատվածներում է կատարվել, թե ընդհանուր մեր պատմության մեջ հետ ժամանակահատվածում ինչ իրադարձություններ կատարվել է, դա բոլորը եղել է հայ ազգի դեմ վերացնելու մեր
ազգային պատկանելիությունը, մեր քրիստոնեական, մեր կրոնական պատկանելիությունը խնդիրը մենակ սրա մեջ է։ Խնդիրը մենք պատմական թշնամու հետ, մեր բոլոր պայքարներն, պատերազմներն միշտ եղել է այդ նպատակները։ Այդ ազգի ժողովուրդը կամ այդ ազգի ներկայացուցիչներ, ղեկավարները մեր հետ չեն ուզում, չեն տեսնում մի տարածքում թե խաղաղ ապրելն է, թե տիրապետելով մեր պատմական հողերն է, մեր բնորանն է։ Այդ ցավոք սրտի մենք այսօր այդ հարևանությամբ ենք ապրում նմանատիպ ազգի կամ նմանատիպ բաների այդ իրադարձությունների հետ կապված տենց երևույթների հետ։ Ես այսօր բացի ես իմ կողմից իմ տեսակետից ինչու եմ անվանում իրենց պատմական թշնամին, որովհետև 111 տարուց հետո եթե նորից կրկնվում է նույն բաները մեր ազգի նկատմամբ, ստեղ մենք ուրիշ մեջբերում կամ զուգահեռ ինչ որ բաներ չենք կարա մեջբերենք կամ դրա մասին խոսենք։ Ինչի համար։ Եղել է ցեղասպանություն, եղել է մի ազգի կողմից, մի ղեկավարության որոշման կողմից, որ դա եթե ինչ որ ժամանակի ընթացքում այդ ղեկավարներն են այդ սխալ որոշումը կայացրել, պիտի հաջորդ եկած իշխանության ղեկավարները դա դատապարտեին, եթե իրենք ուզում են համերաշխություն, եթե իրենք ձգտում են այդ խաղաղության մթնոլորտը ձևակերպել մեր ազգի ժողովրդի հետ, դա կլիներ մինչև օրս էլ դա ձեռնարկած կլինեն ու ես գիտեմ թե այսքան ժամանակի ընթացքում, եթե իրոք նպատակ դրած լինեին, կգայինք այսօրվա դրանց քարոզած այդ փորձերը, սուտ թեզերի խաղաղություն, բարեկամության այդ իմաստի բանով շուրջ։ Բայց մենք տեսնում ենք, որ դրանք միշտ էլ այդ ձևի են մեր ազգին բերել այդ ձևի աղետների խափելով համերաշխություն, խաղաղություն կամ բարեկամության սկզբունքներով բերել վերջում արդեն մի իրավիճակում ժողովրդի նկատմամբ այդ տենց ցեղասպանություն են իրականացնել։ Թուրքը մեր պատմական թշնամին է։ Պատմական թշնամու հետ խաղաղություն չի լինում, չի լինելու։ Դա իմ ցանկությունս չի, ժողովուրդ, մի բան, տամ ձեր ցանկությունը չի։ Դուք ինչքան էլ խաղաղության մասին խոսեք, ողորմեք, խնդրեք, նորից եմ ասում, նրանց ունեն ծրագիր վերացման հայ ազգին։ Հենց գալիս է մի հատ պահ, որ իրենք այդ հնարավորությունը ունեն, միանգամից այդ են օգտագործում։ Ոչ թե երկխոսության, ոչ թե բանակցելու, բայց 30 տարի ունեիք հնարավորություն բանակցելու, խաղաղության մթնոլորտ ձևակերպելու։ Տենց է, չէ, եղել է, չէ, այդ ժամանակները։ 30 տարվա ընթացքում ես վերջին 30 տարվա մասին եմ խոսում, 30-35 տարվա։ Ունեիք բոլոր հնարավորությունները այդ նույն պատմական թուրք թշնամու այդ սրիկաների հետ ձևակերպել այդ համերաշխությունը կամ այդ բարեկամական բաները։ Խի չեն արել, խի չի դաստեցվել։ Ու եկել է մի օր, որ դու մեկ անտուն անտեր Արցախի մասին խոսալով, անտուն անհայրենիք մնացած, հարազատներ այդքան կորցրած, այսօր ինչ որ խաղաղության մասին են խոսում։ Ներկա իշխանությունն էլ իրենց գովաբանելով կամ իրենց դոշը խփելով, որ այդ խաղաղությունը մենք ենք բերել, այդ խաղաղության հիման վրա ձեռք եք բերել անկախություն կամ ձեռք եք բերելու անկախություն, հələ դրա մասին շատ շուտ է խոսելու։ Բա գնայիք մեռնեիք դուք, գնայիք ձեր տները տայիք, ձեր հարազատներին զոհաբերեիք, հետո գայիք դրա մասին խոսել։ Գնացել եք ուրիշի արյունով, ուրիշներին զոհաբերել, գիտակցաբար նորից եմ ասում Նիկոլ, քո բառը չի մոռացվելու, որ ասելու ես գիտակցաբար գնացել եք այդ զոհաբերության։ Գնացել եք այդ զոհաբերման, հանուն ինչի որ դուք կյանքը լավ վայելեք կամ էլ ինչ որ ձեր թալանած այդ կերած այդ լափած բաները վայելեք, գնայիք դուք ձեզ զոհաբերեիք։ Եթե դու տես առաջնորդներ եք, ղեկավար եք, առաջնագծում լինեիք, գնայիք զոհաբեր, այն 18 տարեկան երեխեք չզոհաբերեին։ Արցախի ժողովուրդը դրանից չտուժվեր։ Արցախցիները չմնային առանց հայրենիք առանց տուն։ Դուք այսօրվա իրավիճակում եկած լեզուներդ պատա գալիս ասում եք կռվեիք։ Բա կռիվ ցողը դու եք գայիր կռվեիր։ Բա կռիվ հրահանգողը դու եք գայիր կռվեիր։ Այն ժամանակ մենք արդեն քո պատասխանը կտայինք, կամ այն ժամանակ մենք միասին որոշում կայացնեիք։ Այսօր եկած դու արցախցիների իրավունքների մասին ես խոսում, կամ իրավունքների խլած, վաճառած, դավաճանած, դու վերապահում ես քեզ այդ հարցի լուծման կամ այդ հարցի փակմանը, то դուք ով եք, որ այդ հարցի լուծումը կամ փակման մասին էլ խոսեք։ Այս վերջի ժամանակներն էլ դուք եթե եկած ամսի 24-ի հետ կապակցությամբ աղետի օրա, խոսքի մի հատ նենց դաժան ծանր օրա մեր ազգի համար, չէ։ Մենք այդ գնում ենք բոլորս
Ծիծեռնակաբերդ, գնում ենք խոնարհվում մեր այդ զոհված այդ թուրքի ձերքով, այդ թուրքի թրով մահացած այդ մարդկանց հիշատակի օրը հիշելով գնում ենք խոնարհվում ենք այդ։ Դուք հաջորդ օրը ամսի 25-ին փնթի փարթի եք կազմակերպում, փնթի։ Ինչի եմ ասում փնթի, որովհետև այդքանը տեսնելով, այդքանը որ այդ ամսի 25-ին ինչ էր կատարվում, տարբեր երկրների ժողովուրդը կամ հասարակությունը կամ ղեկավարները շարունակում են ցավակցել հայ ազգին, դա մենակ 24-ին չի, 25-ին էլ է շարունակում, 26-ին էլ է, մարդիկ շարունակում են ցավակցել հայ ազգին, մարդիկ շարունակում են հայ ազգին, հայ ժողովրդին աջակցել, որ դրա խոսքի իրական ճիշտ է, դատապարտել է պետք, ցեղասպանությունը պիտի դատապարտես, ցեղասպանության մեղավորների պիտի սատկացնես, որ դա չկրկնվի հաջորդ կամ ուրիշ ազգերի նկատմամբ, դուք հաջորդ օրը փնթի փարթի եք կազմակերպում, ու այդ փնթի փարթի այդ բաները փորձում եք ժողովրդի մեջ ինչ որ ուրախության կամ ինչ որ ուտել խմելու ոչ մի հատ աննորմալ մթնոլորտ ձևակերպելու, իրոք աննորմալ մթնոլորտ է։ Այնա տեսակ ժողովրդի մեծամասնությանը խաբել եք, որ ինչ որ ձերի ուտելու բան խորոված փարթիա կամ էս մեկ եմ ուզ ձեր ես չեմ ասում, մարդիկ ինչ դժգոհությամբ են խոսքի բառերը ներկայացնել, խոսքեր ներկայացնելով հեռացել դրանից։ Էլի ասում են խաբել եք մեզ, մենք չենք ասում, ես չեմ ասում։ Հանրության մի մաս ով եկել է դե ներկայացել խաբելով, բայց ժողովուրդ ձեզ էլ ասեմ, ձերի բանը, որ տենց միշտ ձերի բանի համար վազում գնում եք, այդ ձեր գլխին տենց հարամելու է։ Այդ տենց խաբելու են։ Մի բանը որ ձերի է լինում կամ ձերի են տալու, դուք իմացեք դրա հետևանքները ինչ է լինելու։ Այսօրվա պարագայում էլ մեկ այդ խնդիրների առաջ եք, վաղվա օրը մեր որ տես խոստումներ են տալիս, լավ կյանքի, խաղաղ կյանքի, դա սաղ սուտ է ժողովուրդ, այս իրավիճակում, այս տարածքում, այս տարածաշրջանը ոչ իրենք են թելադրողը խաղաղությանը, ոչ իրենք են այդ խաղաղություն բերողը, ոչ իրենցից է կախված այդ բոլոր ինչ իրադարձություններ ստեղ պիտի լինի, իրենցից կախված բան չկա, միայնակ բանն է, որ գնում է ներկա իշխանությանը ինչ որ գործողության համաձայնության կամ պայմանավորվածության, դա իրենց անվտանգությունը փրկելու համար։ Ու մենակ այսօրվա պարագայում իրենց անվտանգությունը, եթե ինչ որ երաշխավորության բան է տալիս, դա Թուրքիան է, մեկ էլ Ադրբեջանը։ Ալեն Սիմոնյանը նես չի ասում, որ դրանք երաշխավորում են մեր անվտանգությունը։ Մեր ասելով նա ժողովուրդ ձեր մասին չէ, իրենց մասին ասում, մեր անվտանգության մասին ասում։ Կապ չունի այսօրվա իրավիճակում ժողովուրդը կամ էլ ներկա իշխանությունը, մենք տարբեր բանարած մթնոլորտ է ձևակերպած արդեն։ Հիմի ես անդրադառնամ այդ բանին, այդ դրոշի վառելու հիման վրա այդ բանը, որ դատապարտեցին, քննադատեցին, բա որտես դատապարտող քննադատող եք։ Բա այն Արցախում այնքան եկեղեցիներ են ավերում։ Այսօր էլ դու եկեղեցու մասին խոսում ես, բարեփոխումների մասին։ Այդ բարեփոխումների մասին ես խոսում դու Նիկոլ։ Դու այդ բարեփոխումների մասին, որ եկեղեցիները վառում, քանդում են Արցախում։ Դա արցախցիներին է այդ եկեղեցին։ Դա պատկանելությունը դարավոր այդ եկեղեցիները, որ ունեին այդքան մեծ, որ ասում եմ, պատմական արժեքներ, պատմական սկզբունքներ, դա արցախցիներիններ, դա հայ ժողովրդի հայ ազգի մասին է, չէ՞ խոսքը գնում։ Բա դու էլ ներկայացնում ես, ասում ես մենք հայ ժողովրդի հայ ազգին մասին եք մտածում։ Վաղվա լավ ապագային մեր անկախությունը ձեռք բերելով մեր խաղաղության մթնոլորտ ձևակերպման ընթացքում եկեղեցի են ավերում։ Բայց իր աչքի առաջ ենքան ժողովուրդ են ցեղասպանության բանանում ենթարկվում։ Մի հատ չքննադատեցիք։ Էդ էլ է խաղաղության ճանապարհը, էդ էլ էր ձեր ձեռնարկած կամ ձեր բանարած պլանավորած խաղաղության բանը, ճանապարհը։ Էդ է ձեր խաղաղությունը բերում, որ ժողովրդին այսօր խաբում եք։ Թե իմացել եք թե Արցախայությունը, որ այսօր մնացել է անտուն, որ ասում եմ, այդ առանց գերեզմանների, առանց իրենց բնորական սուրբ հողին, դրանով դու կարողանալու եք խուսափել ձեր պատասխանատվությունից, չմտածեք, չկասկածեք, որ ասում ես ես մտքիս մեջ բան չի գալիս, որ մեր հանրության մեջ կարող է շուն ու շանգյալ լինի, որ գնան ընտրեն ընդդիմադիր դաշտին, ես էլ քեզ ասում եմ, մեր հանրության մեջ չեմ մտածում կամ մտքովս չի ասվում, որ այդքան շուն ու շանգյալ կլինի, որ ձեզ չդատապարտեն կամ էլ ձեզ չտեսնան պատասխանատվության առաջ կանգնած, ես էլ տենց եմ ասում,
որովհետև դու ինձանից տարել ես իմ Արցախը, դու ինձանից տարել ես իմ բնորանը, իմ սուրբ հողը։ Այնօրեն բանը բլոգերների, թուրքական բլոգերների բանում էջերում հեսա ցույց կտամ, հեսա մոտակա ժամանակներ այդ նկարները կհանեմ ցույց կտամ։ Թուրքական սրիկաները իմ գյուղում, իմ հոր իմ մոր գերեզմանին վրա նստած, ոտով քանդելով, սաղդեղ ջարդը փշուր արած, իմ ծնողների գերեզմանի վրա են նստած, ծաղրում են, նվաստացնում են։ Դուք պատասխան եք տալու, նորից եմ ասում, բոլոր ազգործողությունների համար։ Դուք պատասխան եք տալու բոլոր այն բաներին, հանցագործությունների համար, ինչ որ մեկ այսօր եկել դրան հասել ենք, ինչ մեր գլխին բերել հասցրել եք։ Այդ դրոշի հետ կապված, որ ասում եք, վառում եք, դատապարտում եք, તો դրոշ վառելը դա ամենանվազագույն բանն է։ Այդ դրոշի տերերին պիտի վառես։ Նրանց պիտի վառես, որ ասում ասենց որ ազգի առաջ այդ սրիկա այդ հանցագործներին պիտի վառես։ Ինչ դրոշի վառել, դա նվազագույն բան է դրոշ վառել այսօրվա իրավիճակում։ Մեր հանրության մեջ ինչ որ բան է, բոլորին պիտի վառես։ Ո՞մ իմ ազգի նկատմամբ, իմ ժողովրդի նկատմամբ, ցեղասպանության կամ հանցագործության բաներ է գործադրել։ Սաղին պիտի վառեն, կապել չունի դա թուրքն արել թե ով արել։ Իմ ազգության, իմ ժողովրդի նկատմամբ, որովհետև այդ ժողովրդի այդ ազգության մի մասն էլ ես եմ, իմ ընտանիքս է, իմ հարազատներս են, իմ ընկերությունս է, իմ շրջապատս է։ Մեծ անվան տակ հայ, այդ տենց է լինելու։ Դրա համար այսօրվա իրավիճակում այդ ձևակերպած խաղաղությունը դա բառերով չի, խաղաղության մթնոլորտ պիտի ձևակերպի։ Դու այս ժողովրդին ես աղետի մեջ, այդ աղետն էլ բերած պատմական թշնամին, պատմական թշնամու որ խաղաղության պարագայում է ստեղ տեսնում։ Չկա տեսբա ժողովուրդ չի էլ լինելու։ Այս հողը մի հատ թուրք ոտը դնի, գլուխը պիտի ջարդվի, այդ ոտը պիտի պոկվի։ Բայց ներկա իշխանության կողմից հալա նրանց հնարավորություն են տալիս, որ մեկ ու մեջ գալիս գնում են։ Բայց դուք հետևելով նրանց տեսահոլավակները այս երկրից, այս հողից ինչ ձևակերպում են ուղարկում իրենց հայրենիքը։ Սա մեր պատմական հողն է ասում է։ Գնում է միտեղ կայնում ասում, սա մեր հայրական պատմական միջավայրն է։ Տեսի ճուղը, դե խաղաղության միտք է ձևակերպում եկած ձեր այդ բարեկամ թուրքը, որ գալիս է Մար Հայաստան։ Այդ բարերում բարեկամության, խաղաղության խոսք բան կա, խոսույթ կա։ Եկածները միանգամից տեղադրում են ստեղից իրենց տեսահոլովակները, անվանելով սա իրենց պատմական հողը, իրենց պապական բնորանը։ Այլ լսեք բոլորդ էլ, ակաժներիդ էլ օղ արեք, որ ձեր տների մասին է խոսում, ձեր օջախների մասին է խոսում։ Նրանց այս տուն էլ չունեն, հող էլ չունեն։ Նա որ գալիս է դրա մասին այդ խոսույթը օգտագործում ժողովուրդ, դա ձեր տների մասին է խոսում, դա ձեր ամեն ինչի մասին է խոսում։ Այսօր թող ներկա իշխանությունը չփորձի այս նմանատիպ խոսույթները սուտ թեզերով ներկայացնի, որ գնում ենք բաների, բարեկամության կամ էլ ինչ-որ հարաբերությունների։ Սրանք ես փրկության մասին են խոսում ժողովուրդ, իրենց անվտանգության փրկության մասին, որովհետև սրանց ունեն մեծ մեղք այդ բոլոր այդ ժամանակի հատվածում մեր գլխին բերած փորձանքների աղետից, հանցագործության հետքեր ունեն։ Վառապացույց այնօրվա այն ազգային ժողովը դիմաց, որ մենք բողոքի ակցիա ենք ներկայացրել անհետ կորած ծնողների հետ միասին, զոհված երեխոս ծնողների հետ միասին, Արցախից տեղահանված այդ ժողովրդի միասնական ակցիա է կազմակերպել, տրամադրելով ազգային ժողովի դահլիճը այս քննիչ հանձնաժողովի նախաձեռնած, որ 44 օրյա պատերազմի այդ զեկույցը պիտի ներկայացնեին հանրայնացներին, պարտադրելու ստիպելու որ ներկայացնեն։ Բոլորը կողմնակից են եղել բացի ներկա իշխանության ներկայացուցիչները։ Բոլորը կողմնակից են եղել գան համագործակցելու, բացահայտելու, հանրայնացնելու այդ զեկույցը, բացի ներկա իշխանության պատասխանատու ղեկավարների մասին եմ խոսում։ Այդ կառույցների պատասխանատու ղեկավարների մասին եմ խոսում։ Ուրանից արդեն մի հատ բան է, չէ՞ ձևակերպում, որ մեղավորությունը ում վրա է, որ մեղքերը որտեղից է գալիս։ Մենք ունենք շատ վտանգավոր, շատ ծանր այս ժամանակահատվածում վերապրելու ու որ ասում է հաղթահարելու ժամանակներ։ Մենք իրավունք չունենք թույլ տանք նորից մեր գլխին աղետ գալու։ Մենք իրավունք չունենք նույն թույլ տար, որ նմանատիպ ղեկավարներ վերընտրվելու։ Որքանի անգամ վերընտրվեցին այդ են սուտ խոստումներ տալով։ Սրանք մենակ խոստումներ են տալիս։ Մի հատ ուշադրություն դարձրեք, բոլոր նախընտրական ժամանակահատվածում սրանց խոսույթը եղել է մենակ խոստումների հիման վրա։
Բայց դրանց խոստումները ժողովուրդ իրենցից չի կախված, սրանք չեն կարում, սրանք այդ ունակությունը չունեն լինելով ղեկավար, ունակություն չունեն լինելով պատասխանատու, որ այդ խոստումները իրականություն դառնա։ Այդ խոստումները եղել է տարբեր տեղերի, տարբեր կենտրոններից ուղղորդված բաների պայմանավորվածության հիմքի վրա։ Այսօր համատելով մի քանի տարիներ առաջ ինչ խոսույթ էին օգտագործում կամ այսօր ինչ խոսույթ են օգտագործում, արդեն հասկանալի է ինչի ինչոց է։ Նոր ես մինչև ստե գալը Արտուր Ավանեսյանի կանդազի ձերբակալման մասին եմ ուզում անդրադառնամ։ Ժողովուրդ, ես ասել եմ, այդ ձերբակալումներն այս մեկ մույսը դա ինչքան ժամանակը մոտենա ընտրություններին, այնքան շատ ալնելու։ Սա պետության պարտության բանն է, նկարն է։ Նկարագրել կարելի է այս ձևի։ Պետությունը եթե մտավախություն չունի, ղեկավարությունը եթե մտավախություն չունի, ոչ մեկին չի կարա ձերբակալի ու չի էլ գնա դրան։ Որովհետև եթե դուք համոզված եք ձեր հաղթանակի, եթե դուք համոզված եք ձեր մաքուր, տենց ասած, այդ սուտի, այդ կերպարների վրա տղամարդու մասին չեմ խոսում, հələ որ ղեկավարի մասին եմ խոսում։ Դուք պիտի գնաք տենց քայլերի, վախ ունեք, մտավախությունն է ձեզ ստիպում։ Մտավախությունն էլ ինչից է գալիս։ Ձեր մեջ այն մեղքերից է գալիս։ Մեղավոր եք դրա համար մտավախված եք։ Մտավախությունից է ստիպում եք գնաք տենց անմարդկային քայլերի, անօրինական քայլերի։ Դրա համար ես Արտուրի նման տղուն խոսքի եթե երկար ժամանակ հետևելով, տեսնելով իր ապրած ժամանակահատվածում, իր նվիրած իր կյանքի բոլոր տեղերում ոնց է ինքը դրսևորել։ Ես գիտեմ թե Արտուրը այն տղան չի, որ այդ պարագայում էլ ընկճվի կամ կոտրվի։ Մենք բոլորս ամեն մեկին ձերբակալելու ընթացքում մեկ այն անվան տակ եք։ Արտուրին են ձերբակալել, մենք բոլորս Արտուր ենք։ Միջև այդ մեկին են ձերբակալել, մենք բոլորս միջև այդ մարդու անունով է։ Համախմբված միասնական պայքարի այսօրվա պակասությունն է։ Ինքը լրացվում է, տեսնում եմ օրեցօր հանրության մեջ ավելի է շատանում համախմբվածության այդ բանը, բայց դա արագընթաց պիտի տվացվի։ Արագընթացքի համար ամեն մի մարդ կապ չունի ընդդիմադիր դաշտում գտնվող կուսակցություններ կամ առաջնորդներ։ Ամեն մի մարդ ինքը ինքնուրույն, որ ասում է այդ կերպարով ինքը կարա շփվելով է, խոսելով է, ժողովրդի հետ ամենօրյա մշտական շփվելով է, ավելի մեծ, որ ասում եմ, այդ ձևակերպումը էլի այդ ուղղությունը, այդ ճանապարհը հանրության մեջ աշխատանքներ իրականացնի։ Ես դրա համար ասում եմ բոլորդ մի բան արեք, որ ով վերցրել է պատասխանատվություն կամ ով խոսում է վաղվա ապագայի մասին, դա մենակ իրեն ապագայի մասին չի, դա բոլորիս ապագայի մասին է։ Բայց ճիշտ կողմնորոշում կամ ճիշտ որոշում կայացնելու համար ինքներդ պիտի անմիջապես այդ բանում մասնակից դառնաք։ Այս երկիշների մասին ես որ այն օր ստեղ երգում էին այս ամսի 25-ի հետ կապված այս Իվետա Մուկուչյան, Մհեր Արմենիա, MP Արմա անբան, սենց էլի որ ասում խոսում ենք, տղերք, ես այդ Մհեր Արմենիայի հետ անձնապես 4-5 անգամ շփվել ենք, 4-5 անգամ մի հատ միջոցառումները եղել եք, բայց միջոցառումները եղել է այն մթնոլորտում, ընդդիմադիր հայացք ունեցող մթնոլորտում, որ դատապարտում էր իշխանության ներկայացուցիչներին, դատապարտում էր Արցախի կործանման, դատապարտում էր այդ բոլոր այդ Այ մգեր, քո հետ ինչ կատարվեց։ Կարողա փողի մուննաթա, դու էլ ծախվեցիր։ Դե ոչ թե կարողա, այլ հենց դա էլ կա։ Արա այդ 10,000-անոցներ, այ 1000 դրամանոցներ։ Դուք այդ ազգի մեջ, որ ներկայացնում եք որպես երկիչ կամ որպես ինչ-որ բան էլի, որ ասում եմ մտավորության ինչ-որ բան, ես ամաչից գետին եմ ուզում մտնեմ։ Արա դու պիտի ներկայացնես մեր ազգի անունը կամ էլ ինչ-որ միտեղ քո ելույթ ունենալով քո ազգային։ Դու ազգային պատկանելություն ունեցող մարդ ես, որը այդ ազգի, որ ասում եմ, այդ կարևոր խոսքի իրադարձությունների կամ կարևոր վիճակ ժամանակներում դերակատարություն պիտի ունենաս, որպես, որ ասում եմ, այն միջավայրից, որտեղ արդեն դեղ այդ կուլտուրայի հետ կապված է կամ ինչ-որ բան միջոցառումների հետ կապված է, ժողովրդին դա է, չէ՞, մեր պատմության մեջ ամենամեծ կարևորությունը ունեցող դա այդ կուլտուրան է, խոսքի, որ վերցնում ես։ Բա դու գնում ես արա 1000 դրամի համար երգելու։ Եթե փողի բուննաթա, փողի բանի հետ կապված է, բա դիմեի կենա ինձ էլ ահագի մարդիկ կա, կասեի, մինչև իմ 2 կոպեկ կտային կգնայի գոնե ձեր երեսը ձեր թասիբը պահելու համար, որ ասում է, մինչև վերջը մարդ էության հայի տեսակի մասին եմ խոսում։ Կմնայր որպես մարդ էլ արա։
Արա դու էդ բան ես արա։ Դու մարդկանց իմ աչքի առաջ ուրիշտեղ քննադատում ես այս իշխանությանը, ու մեկ էլ մի 1000 դրամ են տալիս դուրս ես գալիս այդ իշխանության կամ այդ քաղաքացու օր կոչված բանի առիթով երգում։ Քաղաքացու օրը, եթե լավ տես բանել խոսքի բան են արել։ Դա քաղաքացու օր չի պիտի կոչվի։ Պիտի կոչվեր հայ քաղաքացու օրը։ Ինչի համար եմ ասում, քաղաքացու օր հասկացողությունը դա մի ձևին էս այլի կասկածանքի տեղ է տալիս կամ էլ ինչի քաղաքացու օրը։ Օրը խոչ է կոչում հայ քաղաքացու օրը։ Հայ քաղաքացու օրը կամ էլ այդ նմանատիպ բանը դե պիտի կազմակերպչական այդ բաներում պիտի հայ ժողովրդական երգերն է, մեր ավանդույթների հետ կապված է, հայկական մթնոլորտ է, ինչ պիտի լինի ժողովուրդ, սա մեր հայի պատմության, հայ ազգի, հայ էության հետ կապված այդ միջոցառումները պիտի լինի, չէ՞։ Մենք ինչ ենք տեսել դեղ, ինչի մի հատ open-air-ի նման sense մի հատ միջոցառում, այդ որ ջահելությունը բանը խոսքի քաղաքից դուրս հավաքում են ով ոնց որ կա, մի քանի ներկայացուցիչ էլ տարբեր երկրներից բերել են եկա փող բանանելով որ գան գոնե դրանց վրա ժողովուրդ հավաքեն, դե սրանց վրա ժողովուրդ հո չի հավաքվելու։ Այդ արտիստերին որ բերել են դրսից ժողովրդի մեծամասնությունը դրա վրա է գնացել։ Ու գնացել է էլի ձերի մի հատ տեսնա, ձերի մի հատ նայի, ձերի այդ երկերը լսի բանանի կանք բայդը։ Հիմա այսօր MP3 արամ քեզել եմ ասում, կամ են Իվետա Մկուչյանը ինչ որ բանա գրել ցեղասպանության հետ կապված։ Այ աղջիկ դու ինչ կապ ունես ցեղասպանության հետ ընդհանրապես։ Դու ինչ կապ ունես ցեղասպանության հետ բարի բուն իմաստով։ Եթե դու ամսի 24-ին դրա մասին չես խոսում ցեղասպանության, դու ամսի 25-ին այդ երկելու ընթացքում ես խոսում որ մինձևի բան անես, քո այդ իրավիճակում հայտնված բանը մի քիչ արդարացնես կամ դուք հո աննորմալ չեք։ Դուք մտածում եք որ տենց ձևակերպումով, տենց ձևաչափով կարաք էլի հա տենց ամեն անգամ խուսափեք կամ դուք էլ եք դատապարտված։ Քեզել են ձեզել են բոլորդ էլ ժողովուրդը ընթացքում, հայ կարող այսօր մի երկու կոպեկի զոհ եք դարել։ Այդ կոպեկի զոհ դառնողը նա ամեն պարագայում էլ կոպեկի հետևից է վազելու։ Այ դուք դրանք եք։ Կոպեկի հետևի վազողը ամեն պարագայում վազելու է։ Հիմա այսօրվա դրանց բերած խոսույթը, որ ասում են վաղը խաղաղություն է, թուրքը գալիս է կամ Թուրքիայի հետ պիտի խաղաղ լինեք, դուք առաջինն եք լինելու, որ 2 կոպեկով դուրս եք գալու դրա մասին էլի խոսեք, ասեք, ժողովուրդ ճիշտ է, խաղաղության կամ էլ էս մեկը մույստու, այ փողի մեռածներ, ձեր ապրած կյանքը կամ այն մթնոլորտը միջավայրը, որ դաստիարակվել եք, կամ էլ այդ հայկական մթնոլորտում, այդ իրոք ձեզ տենց դաստիարակություն են տվել, որ փողը կարևոր է, էլի փողն է սկզբնական, բա դուք արժեքների մասին եք խոսում։ Եթե մի բանը ձեր ասած բառում արժեք չունի, դու դա վաճառում ես, դու արժեքը վաճառում ես, դու գալիս արժեքի մասին խոսում եք։ Դուք ձեր արժեքները վաճառած մարդիկ եք, սրբությունները վաճառած մարդիկ եք։ Դու ո՞նց եք կարող նորից գաք ինչ որ արժեքներից, սրբություններից խոսեք։ Ժողովուրդ, այդ սենց մի հատ այս վերջի ժամանակները սրանց մենակ հետ կապված չէ, քաղաքական դաշտում լցվել են այս պարազիտները, այս խոսույթներն են օգտագործում արժեքների մասին, ինչ որ արժանապատվության մասին, հայրենասիրության մասին, ու խոսում են նրանք, ովքեր տասնյակ անգամ վաճառվել են այդ արժեքների բանին, այդ արժեքների համար։ Վաճառվել են, դուք պատկերացնում եք, մարդիկ իրենց վաճառում են, հետո գալիս արժեքների մասին խոսում։ Դրանք ինձ համար ամենամեծ վտանգավոր թշնամի են, քան թուրքը, քան պատմական թշնամին։ Արժեքների մասին խոսողը պիտի ինքը կրի այդ արժեքները։ Արժեքների սրբությունների մասին խոսողը պիտի ինքը իր մեջ օրինակելի լինի այդ արժեքներին։ Հիմա ներկայ իշխանությունը առավոտից իրիկուն արժեքներից է խոսում, սրբություններից է խոսում, բայց մեզ վաճառել է ժողովուրդ, մեր սրբություններն են, մեր արժեքներն են վաճառել են։ Մեր իրավունքներից է խոսում, ինքը իրան վերապահել է մեր համար արցախցիների իրավունքները որոշելու։ Այսօր եկած արցախցիներին ասում է սխալ եք արել կամ սենց չեք արել, արա դու ինչ գործ ունեիր մեր իրավունքներին, դու խես վաճառել մեր իրավունքները, դու ինչ որ ասում ինչ կապ ուներ Արցախի ժողովրդի իրավունքները, դու մի հատ երաշխավոր կողմ ես եղել, այդ ժամանակահատվածում որպես Հայաստան, Արցախ, Սփյուռք, այսպես ազգային համախմբվածությունով երաշխավորային Արցախի անվտանգությունը, այ դու դա չես կարացել, դա էլ ես վաճառել։
Հիմա այսօր այդ ամփոփելով այդ մտքերը խոսելու ես ինչ եզրակացության ժողովուրդ գալիս ընտրություններն է, գալիք ընտրությունն է, բայց ես իմ մոտեցման իմ բաների հիման վրա ես այս ընտրություններն էլ չեմ վստահում։ Մենք մենակ հույսներս չպիտի դնենք ընտրություններին։ Մենք պիտի դնենք նպատակ, ոչ թե ընտրություններ։ Մենք պիտի դնենք նպատակ ներկայաշխանությանը հեռացման։ Այ հարցի թա դա լնելու ընտրություններով, թա մինչև ընտրություններն ալնելու, թա ինչ ձևակերպում ելնելու։ Հարցը պիտի դնվի այս ձևաչափով։ Բոլորն էլ ով ձեզ ամեն մի հատ մի ուղղության վրա են բանանում խոսքի ճանապարհ ցույց տամ կամ ուղղորդում կամ էլ մի ձևակերպում ժողովուրդ տարբեր ուղղությունների վրա պիտի աշխատանքներ իրականացվի ընդդիմադիր դաշտին նորից եմ անդրադառնում ընդդիմադիր դաշտին նորից եմ կոչանում ձեր բերեք հզոր համախմբվածություն առաջի համախմբվածությունը ժողովուրդը պիտի տեսնա ձեր ձևակերպած այդ դաշտում որ հանրությունը գա միանա ձեր հետ եթե դուք չդրսևորեք այդքանը շատ մեծ վտանգներ կա շատ մեծ բաներ կա որ այս իշխանությանը հաջողվելու է, սա իրաց հաղթանակը չի լինելու, սա մեր պարտությունն է լինելու, դրա համար բոլորիդ կոչ եմ անում, համախմբված աշխատանքներ իրականացվեք, քաղաքական դաշտում ժամանակը շատ քիչ է, արագ ընթացքում, քաղաքական դաշտում ձևակերպեք մեծ ուժ, մեծ ազգային, որ ասում եմ, բան միասնական ուժ ու դրանով էլ գնում եք, թե ընտրությունների է, թե փողոցի միջոցով է, թե ոնց է, այլ հաղթանակը նպատակ դնելով ներկայաշխանությանը հեռացման։ Էս է իմ ամփոփած իմ այսօրվա ներկայացրած բաները։